Բարև ձեզ, պարոն Զաքարյան։ Բարև ձեզ։ Ձեզ News Press-ից են զանգահարում։ Այո, լսում եմ ձեզ։ Արտակ Սարգսյանի գործի հետ կապված դատախազը բողոք է ներկայացրել, այո։ Կմանրամասնեք մի քիչ, ինչ բողոք է եւ ինչ եք պատրաստում անել։ Բողոք ան ներկայացրել, որով որ խնդրում է Վճռաբեկ դատարանին բեկանել Վերաքննիչ դատարանի եւ որոշումը առաջատյանի որոշումը եւս համարում է անօրինական եւ խնդրում է որոշում կայացնել Արտակ Սարգսյանին տնային կալանքի ժամկետը երկարացնելու մասին։ Բողոքի մեջ նորից վերացական բաներ նշված, որևէ հստակ փաստարկ հիմնավոր կասկածի արկայության վերաբերյալ չկա, այն ինչը որ նշված է, ձեռք էր բերվել դեռ անցյալ տարվա հունիս-հուլիս ամիսների ժամանակահատվածում։ Դրանից հետո ոչ մի նոր բան, այսինքն այս 1.5 տարվա ընթացքում ոչ մի նոր տեղեկություն, որ Արտակ Սարգսյանը կարող է կատարած լինի իր մեղսագրված արարքը, ձեռք չի բերված։ Իսկ այն տեղեկությունները, որը որ այն ժամանակ ձեռք էր բերված, իրենք էլ իրենց համակցության մեջ ակնհայտորեն բավարար չեն ասելու, որ Արտակ Սարգսյանը կարող է մեղսագրված հանցանքները կատարած լինի։ Հակառակ մենք բազմաթիվ ապացույցներ ենք ներկայացրել, դրանք երկու, հենց այս ապացույցների լույսի ներքո է, որ Վերաքննիչ դատարանը կանգնե ասելա, որ այո, տվյալ պարագայում հիմնավոր կասկածը բացակայում է։ Իսկ մեր փաստարկները հերքող որևէ ապացույց, տեղեկություն Վճռաբեկ բողոքում նշված չի։ Այս պարագայում ինչ եք պատրաստվում անել, պարոն Զաքարյան։ Պատասխանում եմ ես Վճռաբեկ բողոքի պատրաստում ներկայացնելու համար, միևնույն ժամանակ նաև ինքնաբացարկի միջնորդություն եմ ներկայացնելու Վճռաբեկ դատարանին, քանի որ Արտակ Սարգսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանը որոշակի գործողություններ է կատարել, որը իմ խորին համոզմամբ վերջիներիս անաչառությունը կասկածի տակ է դնում։ Եթե ավելացնելու որևէ բան ունեք թեմայի շուրջ։ Այս թեմայի շուրջ ավելացնելու բան չունեմ, բայց կարամ մեկ այլ հանգամանքի մասին ասեմ ձեզ։ Ուրեմն Վերաքննիչ դատարանի որոշմամբ, ինչպես նշեցի, Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառված բոլոր խափանման միջոցները վերացվեցին։ Մեր օրենքի պահանջների համաձայն դատական ակտը հրապարակելու պահից այն մտնում է օրինական ուժի մեջ, հետևապես ենթակա է կատարման բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց եւ ընդհանրապես բոլորի համար։ Որոշման օրինակը ստանալով ներկայացրեցինք այն պրոբացիոն ծառայություն, քանի որ Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառված են եղել երկու խափանման միջոցներ, վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք։ Վարչական հսկողության այդ իրականացումը հատուկ էլեկտրոնային սարքը ձեռքին կրելու միջոցով անձի։ Մենք պրոբացիայի ծառայություն ներկայացրեցինք Վերաքննիչ դատարանի որոշման բնօրինակը, որի հիման վրա անմիջապես պրոբացիոն ծառայությունը այդ սարքը Արտակ Սարգսյանի ձեռքից հանեց, այսինքն դատարանի պահանջը անհապաղ կատարածվեց։ Այնուհետև դիմել են ոստիկանություն, խնդրելով Արտակ Սարգսյանի, քանի որ նաև կիրառվել էր, ինչպես նշեցի, բացակայելու արգելք, իսկ բացակայելու արգելք կիրառվելու դեպքում ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սեկտ համակարգում նշում է կատարում, որի պարագայում անձը չի կարող սահմանը հատել։ Ես դիմեցի ոստիկանություն, խնդրելով սեկտ համակարգում Արտակ Սարգսյանի վերաբերյալ այդ նշումները հեռացնել, որպեսզի բացվի նաև արտերկիր գնալ գալու հնարավորությունը Արտակ Սարգսյանի եւ ներկայացնելուց հետո ինձ բանավոր կերպով հայտնեցին, որ առանց քննիչի որոշման դատարանի որոշումը չեն կարողի կատարածել։ Սա ուղղակի աբսուրդային իրավիճակ էր, ինչևից է, ես անհապաղ դրա հետ կապված մի հատ հաղորդում ուղարկեցի, ստանալով նաև պատասխանը, ինչպես նաև քննիչին եմ համապատասխան պահանջ ներկայացրել, որպեսզի նա իր հերթին միջոցներ ձեռնարկի, համապատասխան գրություն ուղարկի ոստիկանություն Արտակ Սարգսյանի սեկտը բացելու համար։
Եվ ստացա քննիչի որոշումը, որը որ վերջինս հրաժարվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները կատարել։ Տեղեկացնեմ ձեզ, որ դատական ակտի օրինական ուժի մեջ դատական ակտի կատարմանը խոչընդոտելը դա համարվում է հանցագործություն։ Եվ առաջացնում է պատասխանատվություն քրեական։ Դրանից ելնելով էլ թե քննիչի եւ թե ոստիկանության համապատասխան պաշտոնյայի վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել, որ նախաձեռնվի վարույթ պաշտոնական լիազորությունների չարաշահման, ինչպես նաև դատական ակտը կատարելու խոչընդոտելու հիմքով, միևնույն ժամանակ նաև դիմել եմ քաղաքի դատախազին, գլխավոր դատախազին եւ ոստիկանության պետին, ներքին գործերի նախարարին, խնդրելով որպեսզի անհապաղ քայլեր ձեռնարկվեն ապօրինությունները դեմը առնելու եւ պաշտպանյալիս իրավունքները վերականգնելու ուղղությամբ եւ այս պայդրությամբ սպասում եմ տեղեկատվություն տարբեր մարմիններից։